1917 թվականի փետրվարյան հեղափոխությունն Անդրկովկասի ժողովուրդները դիմավորեցին մեծ ոգևորությամբ։ Ցարական վարչակարգին փոխարինած ժամանակավոր կառավարությունը հռչակեց քաղաքացիական ազատություններ։ Անդրկովկասյան ժողովուրդների առաջնորդները կատարված եւ ակնկալվող փոփոխություններից ոգեշնչված միավորվեցին տարածաշրջանային եղբայրության եւ համերաշխության կոչերով եւ քաղաքական ժողովրդավարացման ու տնտեսական արդիականացման հույսերով։ Ժամանակավոր կառավարությունը հայերին վստահեցնում էր, որ նոր վարչակարգը կստեղծի ինքնավար Հայաստան Ռուսաստանի հովանու ներքո։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Անդրկովկասյան եղբայրության եւ համերաշխության կոչերը անցողիկ են։ Ցարական վարչակարգի փլուզումը բացահայտեց հայ, վրացի եւ մահմեդական ժողովուրդների հակասական շահերը։ Իրավիճակն էլ ավելի անհուսալի դարձավ, երբ 1917 թվականի նոյեմբերի 7-ին հեղաշրջման արդյունքում իշխանության եկած բոլշևիկները հանձին Լենինի պահանջեցին Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերում եւ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Սակայն ռուսական զորքերից մերկացած ռազմաճակատի եւ թուրքական հարձակման անմիջական սպառնալիքի պայմաններում հայկական ինքնավարությունը անհնար էր կյանքի կոչել։ Հաշվի առնելով ողջ Անդրկովկասյան ռազմաճակատի անկայուն դրությունը, հայ քաղաքական գործիչները Հակոբ Զավրիյան, Արմեն, Կարո եւ այլք ձեռնամուխ են լինում ռազմական կազմակերպությունների լայն ցանցի ստեղծմանը։ Բանակի ազգայնացման նպատակով 1917 թվականի ապրիլի 19-ին Թովմաս Նազարբեկյանն ուղարկվում է Կովկասյան ռազմաճակատի շտաբ։ Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվում են նաև հայ կամավարականների դիվիզիա Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ։ Արևելյան եւ Արևմտյան Հայաստանում իրավիճակի կայունացման հարցերով զբաղվում էր Երևանի հայոց ազգային խորհուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Երևանում սկսվում են հավաքվել ռուսական բանակում ծառայած հայ սպաներ եւ զինվորներ։ Թեպետ դեկտեմբերի սկզբին արդեն հնարավոր է լինում կազմավորել հայկական զորամասերը, սակայն անհնար է լինում համալրել ողջ Անդրկովկասյան ճակատը։ 1918 թվականի սկզբին ռուսական բանակը լիովին լքեց իր դիրքերը Կովկասյան ռազմաճակատում։ Ռուսական Կովկասյան ճակատն այլևս գոյություն չուներ եւ այդ պահից սկսած մինչեւ 1918 թվականի մայիսի վերջը, այսինքն 6 ամսվա ընթացքում հայկական փոքր բանակը միայնակ պետք է դիմանար թուրքական բանակի դեմ մղվող հուսահատ պայքարին, պաշտպանվելով 400 կիլոմետր երկարությամբ ընդարձակ ճակատում, Քելքիթից մինչև Էրզրում եւ Խնուսից մինչև Վան։ Ռուսական բանակի քայքայումը եւ թիկունքում կատարվող իրադարձությունները չէին կարող վրիպել թուրքերի ուշադրությունից։ Ուստի 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Երզնկայում թուրքերը կարողացան Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքել զինադադար, որը նրանց մեծ հնարավորություններ էր տալիս։ Իսկ արդեն 1918 թվականի հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին թուրքերն անցան լայնածավալ հարձակման։ Իրավիճակը բարդացավ Պրեստիտովսկի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։ Երբ թուրքական ուժերը գրավեցին Երզնկան, Տրապիզոնը, Իթլիսը, Վանը, Էրզրումը, Բաբերթը, Կարսը եւ շարժվեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Հայկական զորամասերը ստիպված եղան նահանջել։ Թուրքական զորքերի նոր արշավանքը սպառնում էր հայ ժողովրդի իսպառ ոչնչացմանը։ 1918 թվականի մայիսի կեսերին Երևանի նահանգում հազարավոր հայ փախստականների համար փրկություն կարծես թե չկար։ Նրանք մեկուսացված էին եւ շրջապատված թշնամու ուժերով։ Հայությունը միայնակ էր մնացել օսմանյան զորքերի առաջ։ Այսպիսով, Ալեքսանդրապոլի գրավումից կարճ ժամանակ անց 4 թուրքական դիվիզիաներ վերսկսեցին արշավանքը դեպի արևելք Ղարաքիլիսա, հարավ-արևելք Բաշապարան եւ հարավ Սարդարապատ ուղղություններով։ Թուրքական հարձակումը աննկարագրելի խուճապ առաջացրեց Երևանում, բնակիչների առաջին մղումը փախչելն էր։ Մեծամասնությունը հակված էր Սևանի ավազան տեղափոխվելու եւ այնտեղից դիմադրություն կազմակերպելու գաղափարին։ Այս որոշմանը դեմ արտահայտվեց հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը։ Այս պայմաններում Գավառի կառավարումը ստանձնեց Երևանի հայոց ազգային խորհուրդը ձեռնամուխ եղավ հայերի բնաջնջելու գործին։ Որոշվեց ճակատամարտ տալ։ Ձևավորվեց հատուկ կոմիտե, որը գլխավորում էր Արամ Մանուկյանը, իսկ հայկական զինվորական գնդերը վերակազմավորվեցին եւ ամրապնդվեցին կամավորներով։
Երևանյան Զորամասի հրամանատար Մովսես Սիլիկյանը հանդես եկավ հատուկ կոչով։ Հայեր, շտապեցեք հայրենիքն ազատելու։ Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնական, հանուն մեծ գործի, հայրենիքի փրկության եւ իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար։ Հանուն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակող եղած ճշմարտության, ոտքի կանգնեցեք, դեպի սրբազան պատերազմ։ Շուտով հայ ժողովրդի խուճապը փոխարկվեց սթափ վճռականության եւ համառ գործողությունների։ Այսպես 1918 թվականի մայիսի 22-ին Սարդարապատում հայկական ուժերը գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանի հրամանատարությամբ ջախջախեցին թուրքերին եւ դուրս քշեցին Սարդարապատից։ Մայիսի 21-ից 23-ը Սեդրակ Ջալարյանի, Արսեն Տեր-Պողոսյանի, Ջանգիր Աղայի եւ Դրոյի գլխավորությամբ հայկական կորպուսը Բաշապարանի ծանր մարտերում թուրքական ուժերին ջախջախեց եւ հետ շպրտեց Ալեքսանդրապոլ։ Մայիսի 24-ից 28-ը ծանր մարտեր մղվեցին Ղարաքիլիսայի մոտ։ Հսկայական կորուստներ կրեցին թե հայկական ուժերը, թե թուրքական։ Զինամթերքի սակավության պատճառով հայկական զորքերը ստիպված եղան նահանջել դեպի Դիլիջան, որից հետո միայն թուրքական կողմը գրավեց Ղարաքիլիսան, սակայն թուրքական զորքերի կորուստներն այնքան զգալի էին, որ նրանք չկարողացան հարձակում սկսել Թիֆլիսի վրա։ Այսպիսով, բացառիկ կարճ ժամանակամիջոցում հայ ժողովուրդը, չնայած հայոց ցեղասպանությանը, 1914-ից 17 թվականներին կրած ծանր զրկանքներին, անհամար զոհերին ու զոհողություններին, այնուամենայնիվ դրսևորեցին զարմանալի կենսունակություն ու եռանդ, կազմակերպչական տաղանդ եւ հնարամտություն հայկական զորամիավորում կազմավորելու գործում։ Արդյունքում, մայիսյան հերոսամարտերով հնարավոր եղավ ոչ միայն պահպանել սեփական գոյությունը, այլև անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայկական պետության վերաստեղծման եւ հայ ժողովրդի ազգային վերածննդի համար։